Մեկնաբանություններ։ Պարոն նախագահ, շնորհակալություն։ Ցավոք սրտի։ Իմ մեկնաբանությունը վերաբերում է պարոն Խաչատրյանի ներկայացմանը։ Ես համաձայն եմ պարոն Խաչատրյանի հետ, ոչ Արտուր Խաչատրյանի, Էդգար Խաչատրյանի հետ։ Ես կարծում եմ, որ բոլոր հայերը, ոչ մի հայ չի կարողանում ապրել նման երկրում։ Ես չեմ կարծում, որ որևէ մարդ արարած երկիր մոլորակի վրա կցանկանար նման երկրում ապրել։ Եվ ինձ համար զարմանալի է, որ իր ներկայացման մեջ որևէ խոսք չասվեց այն փաստի մասին, որ իրապես որոշ դեպքերում մենք ապրում ենք նման պետությունում։ Մենք ավելի քան 40 քաղբանտարկյալներ ունենք, եւ ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչները եւ խորհրդարանական ընդդիմությունը որ ասում են, որ սա պետք է ներկայացումից դուրս մնար, բայց EPP բանաձև ասում է, որ Հայաստանը ունի քաղբանտարկյալներ, ես զարմանում եմ, թե ինչպես այս ներկայացման մեջ այս փաստը չներառվեց։ Մենք մի երկրում ենք, որտեղ ընդդիմադիր խորհրդարանականները բանտում են, նրանք բոլորը քաղաքական մոտիվացված հանցագործությունների համար են դատվել։ Մեկ բառով ավելի քան 40 մարդ եւ ես զարմացած եմ, որ սա ներկայացման մեջ չկար։ Ես նաեւ զարմացած եմ, որ բաժանությունների մասին չի շեշտվել։ Մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից է սա գրանցվել, ոչ մի խոսք բառ չկար։ Շատ միջազգային կազմակերպությունների նորից խոսել եմ, որ սա ունի խնդիրներ եւ սա ղեկավարվում է, դատական համակարգը ղեկավարվում է կառավարության կողմից եւ դա նույնպես խնդիրներ ունի, շատ խնդիրներ։ Եվ ես հիմա խորհրդարանում եմ, որպեսզի խոսեմ դրա մասին եւ շատ լավ կլինի ապագայում մեր զեկույցներում, մեր հաշվետվություններում իսկական իրականությունը ներառենք եւ ոչ թե այն ձեածանները, որ նման զեկույցներում ներկայացվում են։